Ողջույն, դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագծի մեր այս եթերաշրջանի ավարտական թողարկումը։ Դե ինչ այս 3 ամիսների մեր քրտնաջան աշխատանքի արդյունքը մենք այսօր կցուցադրենք։ Ձեր առաջարկների, կարծիքների համար կարող եք մեզ հետ կապ հաստատել մեր Facebook-յան եւ Instagram-յան պաշտոնական էջով։ Դե ինչ, բարի դիտում ձեզ, իսկ մեզ բարի եթեր։ Տունտեղ հեռուստանախագծի այս եթերաշրջանի գլխավոր հովանավորը կրկին United Technical Service ընկերությունն է, Grohe մասնագիտացված կենտրոնով։ Grohe մասնագիտացված կենտրոնը տարիներ շարունակ հավատարիմ մնալով Grohe գերմանական աշխարհահռչակ ապրանքանիշի սահմանված չափանիշներին, շարունակաբար նոր հորիզոններ է գրավում Հայաստանում։ Ինչպես ջրի եւ օդի տարեքները կառավարելիս, այնպես էլ Grohe լուծումներում կենսականորեն կարևորվում է բարձրագույն ճշգրտությունն ու անթերի որակը։ Grohe մասնագիտացված կենտրոնն առաջարկում է նորարարական տեխնոլոգիաներ, ապահովելով կատարյալ որակ, անթերի հիգիենա եւ ռեսուրսների կայուն օգտագործում։ Կենտրոնը հավատարիմ է այն որակին, որը չունի սահման։ Շնորհակալություն ենք հայտնում United Technical Service ընկերությանը Grohe մասնագիտացված կենտրոնով համագործակցության համար։ Հուսանք դեռ հնարավորություն կունենանք համագործակցելու մեր առաջիկա եթերաշրջաններում։ Տունտեղ հեռուստանախագծի այս եթերաշրջանի մեր գլխավոր գործընկերն է նաև Trivia ընկերությունը։ Trivia Design Studio-ում հավատում են, որ համարձակ գաղափարները կարող են գերազանցել անգամ ամենահամարձակ երևակայությունը, եւ դրանք հայտնվում են փորձառու եւ նվիրված վարպետների ձեռքում։ Ունենալով 18 տարվա փորձ եւ յուրահատուկ թիմ, որը կարող է անհնարինը դարձնել հնարավոր, Trivia ընկերությունը կարող է ձեր ամենաֆանտաստիկ գաղափարները վերածել իրականության։ Ընկերության թիմը մեծ փորձ ունի համագործակցելու ավելի քան 250 առաջատար արտադրողների հետ, ինչը հնարավորություն է տալիս ձեր դիզայներական նախասիրությունները դարձնել արտադրողների ամենօրյա աշխատանք։ Trivia ընկերության անձնական կապեր արտադրողների հետ եւս ընդլայնում են ձեր երևակայության սահմանները, թույլ տալով լիարժեք օգտվել միջազգային շուկայից եւ ստեղծել բացառիկ կահույքի նմուշներ, հարմարեցված ձեր ընտրած գույներին եւ տարերին։ Հատկապես իտալական բրենդների հետ աշխատելու մեծ փորձը Trivia ընկերությանը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նույնիսկ ամենահավակնոտ դիզայներական եւ ճարտարապետական նախագծերը, առաջարկելով ինտերիերի, էքստերիերի եւ լուսավորության ամբողջական փաթեթ, ներառյալ արժեքային առաջարկը եւ պատվերի ֆիզիկական նմուշները։ Շատերը կարող են երազել ու պատկերացնել իրենց ինտերիերները, սակայն ոչ բոլորը կարող են այդ գաղափարները պրոֆեսիոնալ կերպով իրականացնել։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք համագործակցել Trivia ընկերության մասնագիտական թիմի հետ, ովքեր առաջարկում են դիզայնի եւ ճարտարապետության ծառայություններ, ձեր անորսալի երազանքները գործնական իրականության վերածելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում Trivia ընկերությանը համագործակցության համար եւ հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել ընկերության հիմնադիր Սիանուշ Օհանյանին։ Տունտեղ հեռուստանախագծի այս եթերաշրջանում մեր գլխավոր գործընկեր Renshin ընկերությունն ներկայացրեց Skyline բնակելի թաղամասը։ Skyline-ը Երևանի առաջին երկնաքերներով թաղամասն է, որտեղ նախատեսվում է 35 հարգանի շենքերի կառուցում, որոնք տեսանելի կլինեն քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ Թաղամասի նախագծման հիմքում ընկած են ժամանակակից մարդու առօրյա պահանջները, ինչպես նաև բարձրորակ եւ հավասարակշռված ապրելակերպի լավագույն չափորոշիչները։ Ճարտարապետական լուծումները մշակվել են աշխարհահռչակ Lagor de Lou ստուդիայի կողմից, ներշնչված նյույորքյան ժամանակակից ճարտարապետությամբ։ Նախագծի բոլոր ինժեներական համակարգերի, սկսած կոնստրուկցիոն լուծումներից մինչև օդապոխություն, ջրամատակարարում, ակուստիկա, լուսավորություն եւ ֆասադային համակարգեր, նախագծումն ու իրականացումը վստահված է աշխարհում առաջատար ինժեներական ընկերություններից մեկին՝ Arup Group-ին։
Skyline-ը կառուցվում է քաղաքի մեջ կոնցեպտով, որի շրջանակում վերաիմաստավորում է կյանքի առօրյա ռիթմը։ Բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ ծառայությունները գտնվում են քայլերի հեռավորության վրա, ինչը թույլ է տալիս բնակիչներին խնայել ժամանակը, խուսափելով խցանումներից եւ երկար ճանապարհներից։ Skyline-ը ձևավորում է կենսակերպ, որտեղ ամեն ինչ ավելի մոտ է, հասանելի եւ արագ։ Ներկայումս Skyline-ում շինարարական աշխատանքները ընթանում են ինտենսիվ փուլում, ակտիվորեն իրականացվում են հիմքերի բետոնալցման աշխատանքները։ Շինարարության յուրաքանչյուր փուլ կազմակերպվում եւ վերահսկում է հստակ սահմանված գործընթացների միջոցով, պահպանելով որակի եւ անվտանգության բարձր միջազգային չափանիշները։ Այս փուլերում առանցքային դեր ունի Arup Group-ը, որը ներգրաված է ոչ միայն ինժեներական համակարգերի նախագծման, այլև նյութերի եւ սարքավորումների օպտիմալ ընտրության գործընթացում, ապահովելով տեխնիկական լուծումների արդյունավետությունը, հուսալիությունը եւ իրագործելիությունը։ Arup-ը հատուկ ուշադրություն է դարձնում համակարգերի օպտիմալացված եւ խտացված կառուցվածքին, ինչը նպաստում է շինարարության առավել կազմակերպված եւ արագ իրականացմանը։ Նախագծման ընթացքում հաշվի են առնվում բոլոր մանրամասները՝ էներգիայի արդյունավետ օգտագործումից մինչև ռեսուրսների խնայողություն, միաժամանակ կիրառելով նորարարական մոտեցումներ եւ ներդնելով միջազգային առաջատար փորձը նախագծի յուրաքանչյուր փուլում։ Skyline-ը ձևավորում է Երևանի նոր ճարտարապետական դիմագիծը, միաժամանակ պահպանելով քաղաքին բնորոշ լավագույն արժեքներն ու ինքնատիպ կոլորիտը։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր նոր միացան տուն-տեղ հեռուստանախագծին։ Մենք շարունակում ենք մեր այցերը գործընկերների ցուցասրահներով, իսկ այժմ տեղափոխվում եմ Անտարային 138/2 հասցեում տեղակայված մեր ամեն իսկ լուսավոր գործընկերոջ Mythonic Group ընկերության ցուցասրահ։ Իսկ զրույցը շարունակելու ենք արդեն մեզ շատ լավ ծանոթ լուսավորության մասնագետ Այսիայի հետ։ Ողջույն Այսիա։ Ողջույն Կարեն ջան։ Այս առաջարկում եմ այսօր զրուցել մագնիսային, տրեկային համակարգերից։ Կարծում եմ վերջի ժամանակներս իսկապես մեծ տարածում է գտել ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում։ Խոսենք առանձնահատկություններից, ինչն է պատճառը, որ մեր դիզայներները եւ առհասարակ նորակառույցներում, մասնավորապես նոր ստեղծվող ինտերիերներում կիրառվում է այս լուսավորության համակարգերը։ Պետք է նշեմ, որ տրեկային համակարգերը հանդիսանում են ֆունկցիոնալ լույսի տեսակ, այսինքն դեկորատիվ լույսը ունի իր դերը, բայց ֆունկցիոնալը շատ կարևոր է, որովհետև բուն լույսը տալիս է մեզ հենց ֆունկցիոնալը։ Ես միշտ նշում եմ, որ դեկորատիվ լուսավորությունը հենց բառն էլ հուշում է, շատ դեկորատիվ, այսպես որպես զարդ է ծառայում ինտերիերներում, իսկ հիմնական լուսավորությունը պետք է իսկապես լինի բավականին գրագետ արված ինտերիերում, որպեսզի այդ հարցը վերջնականապես լուծվի լուսավորության։ Եվ ինչպես մեր եթերներում են ձեր տարբեր մասնագետները նշել, տարբեր ռեժիմների հնարավորություն ունենան, որովհետև այսօր ժամանակակից կյանքում այն աղմուկից կտրվելու լավագույն միջոցը հենց ինտերիերում թաքնվելն է։ Այո։ Պետք է նշեմ, որ ինչով է տարբերվում մեր բրենդը, մենք ունենք 11-ից ավելի տրեկային համակարգեր։ Պետք է խոսեմ Exility-ի մասին, ինչով է նա տարբերվում եւ ինչու է պահանջարկը այդքան մեծ, որովհետեւ նա հանդիսանում է ցածր վոլտով աշխատող եւ անվտանգ տրեկային համակարգ, շատ հեշտ մոնտաժվելով, այսինքն ունենք 3 տեսակի Exility տարբերակ, թե ներկառուցվող, թե վերադիր եւ թե կախվող տեսակներ։ Ունենք ներկայացված 2 գույնի մեջ, սև եւ սպիտակ։ Այն հիմնականը, որ անհրաժեշտ է։ Այո, որը անհրաժեշտ է եւ պետք է նշեմ, որ լույսերը ընդհանրապես մագնիտների տեսքով ամրացվում են, այսպես ասած, շինապրովոդին։ Դա հեշտացնում է գործ, այսինքն ընթացքում կարող է բնակիչը կամ ռեստորանի ավելացնել, պակասացնել, այո, եւ ամենակարևորը մենք ունենք նաեւ խելացի կարգավորման լուծումներ, ինչ է դա նշանակում, որ կարող ենք լույսի երանգը 2700-ից մինչև 6000 կելվին փոփոխել, այսինքն հոգնեցինք ջերմ լույսից, կարող ենք փոխել դեպի ավելի սառը կամ տաք լույս եւ նույնը հակառակը։ Հրաշալի է։ Այս անպայման ուզում եմ ավելացնել, որ ունենք սփոթերի բազմակի տեսականի, սկսված չափսերից, գույներից եւ այլն։ Այո, մենք ունենք շատ մեծ տեսականի, թե երկար տարբերակով ներկառուցվող, թե դուրս եկածող, որը կարելի է տեղաշարժել, այսինքն լույսը թե սպոտի տեսքով, այո, շարժական,
կան, կարող ենք փոփոխել աջ կողմից ձախ կողմ։ Ակցենտավորել այս կամ այն առարկան, հա, այո, միանշանակ բոլոր լույսի երանգներով պայմանավորված ֆոտոային տարբերակները, երկար տարբերակները ունենք տարբեր երկարության։ Նաև ուզում եմ նշել, որ շատ հեշտ է կառավարվում խելացի լուծումներով տրեկային համակարգը, այսինքն ընդհանրապես հեռախոսով, app-ով, հավելվածով կարող եք կառավարել, այսինքն ձեզ նեղություն չտալ, հասնել հա միջև անջատիչ, այլ ուղղակի հեռախոսի շնորհիվ կարող եք ուղղակի կառավարել լույսերը։ Հավելեմ նաև, որ մենք անում ենք լուսային հաշվարկ, այսինքն երբ հաճախորդը ունի հստակ քառակուսի մետր, հա, բայց չգիտի թե ինչքան տրեք է պետք, մենք հստակ, այո, հստակ մենք նշում ենք, թե քանի լուսատու է պետք, թե դեկորատիվ է, թե ֆունկցիոնալ, որպեսզի հաճախորդին բավականացնի այդ լույսը։ Իսկ եթե այն ամենից չբավարարեց, կարելի է ավելացնել շատ հեշտությամբ։ Ընդհանրապես մագնիսային տարբերակով։ 2 վայրկյանում կարելի է ավելացնել եւ ունենալ ցանկացած ցուցավորությունը։ Շնորհակալ եմ, Այսիա, կարծում եմ ոչ միայն ապրանքների հարցում եք օգտակար լինում, այլ նաև նմանատիպ խորհուրդների, ծառայությունների տեսքով եւ անպայման ուզում եմ, որ մեր բոլոր հեռուստադիտողներին հրավիրենք այո, Մերինատարային 138/2։ Համեցեք, ծանոթացեք, փորձարկեք եւ անպայման գնեք, կհանդիպենք։ Տունտեղ հեռուստանախագծի 10-րդ օրբելյանական եթերաշրջանը ավարտեցինք հաջողությամբ։ Եթերաշրջանը մեկնարկվեց բազմաթիվ հանդիպումներով, նոր գործընկերների հետ համագործակցությամբ, ինչպես նաև նոր խորագրերի ինտեգրմամբ։ Ավանդական դարձած ամենամյա տունտեղ մրցանակաբաշխությունը այս տարի անդրադարձ կատարեց էկոխնդիրներին։ Հերձանախագծի 10-րդ օրբելյանական եթերաշրջանում մենք համագործակցեցինք հայազգի հայտնի դիզայներ Գարո Քեդիկյանի հետ, ներկայացնելով փարիզյան նրա նոր բնակարանի վերանորոգման ողջ ընթացքը։ Առաջարկում եմ վերհիշել վերանորոգման ընթացքը, իսկ վերջում հնարավորություն կունենաք դիտել վերջնական արդյունքը։ Բարև, ես Գարո Քեդիկյանն եմ։ I'm very excited to share with you for Dundee, my fabulous apartment in Paris. Տունտեղ հերսանախագծի այս եթերաշրջանում մենք սկսում ենք նոր բացառիկ համագործակցություն աշխարհահռչակ հայազգի դիզայներ Գարո Քեդիկյանի հետ։ Ներկայացնելու ենք նրա վերջերս վերանորոգվող փարիզյան բնակարանը։ 3 ամիսների ընթացքում հետևելու ենք ողջ վերանորոգման ընթացքին եւ ներկայացնելու ենք ձեզ։ Գարո Քեդիկյանը ծնվել եւ մեծացել է Կանադայի Մոնտրեալ քաղաքում, որտեղ ուսանել է հայտնի McGill համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտելով իր կրթությունը, Գարոն տեղափոխվել է Բոստոն, որտեղ 6 տարի աշխատել է հայտնի դիզայներ Ուիլյամ Հոջինսի գրասենյակում։ Այնուհետև նա որոշել է տեղափոխվել Նյու Յորք, նոր հորիզոններ բացահայտելու նպատակով։ 2000 թվականից Գարոն հաստատվել է Նյու Յորքում եւ մի քանի հայտնի դիզայներական ընկերություններում աշխատանքային փորձից հետո 2001 թվականին հիմնել է սեփական դիզայներական ստուդիոն։ Գարոյի դասական ճարտարապետական կրթությունը դարձել է նրա դիզայներական աշխատանքի հիմքը։ Նա հաճախ է ասում. ճարտարապետությունն է, որ սահմանում է տարածքի տրամադրությունը եւ հուշում, թե ինչ է պետք անել դրա հետ։ Վերջերս Գարոյին նոր Park Avenue հասցեում գտնվող բնակարանը հայտնվել է House Beautiful ամսագրի էջերում։ Այդ բնակարանը նախկինում պատկանել է հայտնի Ֆրեդ Ասթեյրին։ Գարոն վերականգնել է այն նախապատերազմյան շենքի դասական շքեղությունը, միաժամանակ հաղորդելով ժամանակակից նրբերանգներ եւ նոր շունչ։ Գարո Քեդիկյանի դիզայներական ընկերության լայնածավալ պորտֆոլիոն բազմիցս ներկայացվել է ոչ միայն ամերիկյան, այլ նաև միջազգային հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են House Beautiful, Traditional Home, New York Spaces եւ Architectural Digest ամսագրերում։ Վերջերս Գարոյի սեփական բնակարանը ներկայացվել է New York Times-ում։
Billstapsi, A Moment of Luxury եւ New York City Open House հաղորդումներում, իսկ այժմ մեր հայրենասատիտողները նույնպես հնարավորություն ունեն ծանոթանալու աշխարհահռչակ այս դիզայների նախագծերին։ So, moving into the dining room, this is actually the most explosive of the rooms through the... Եվ այսպես, գնանք ճաշասենյակ։ Իրականում սա բնակարանի ամենաարտահայտի սենյակներից մեկն է։ Եկեք նայենք այս տեսարանին։ Վաու, հիասքանչ չէ՞։ Եթե հիշում եք, մենք այս վահանակները ձեռք բերեցինք Փարիզի հին երերի շուկայից, եւ դրանք գնեցինք արդեն իսկ շատ տպավորիչ էին, իսկ հիմա պարզապես հիասքանչ։ Ես բավականին երկար ժամանակ անցկացրեցի այս սենյակի գույնի վրա աշխատելով։ Մենք փորձեցինք տարբեր գույնային նմուշներ եւ ի վերջո որոշեցինք գնալ մի փոքր ավելի խորը, ավելի մուգ երանգի տարբերակով։ Հակադրություն ստեղծելու համար վահանակներ ներկեցինք սև երանգով։ Բայց վերջերս ես այցելեցի Նյու Յորքում նորաբաց մի հյուրանոց, որտեղ տեսա նմանատիպ վահանակներ, սյուների բուն հատվածը սև էին, իսկ վերնամասը ոսկեգույն։ Դա ինձ շատ ոգեշնչեց։ Դրա արդյունքում որոշեցի սենյակում ներմուծել նաև երրորդ գույնը, ավելի բաց բեժ երանգ, որը շեշտում է սյուների վերնամասերը։ Իհարկե սա դեռ պատերի միայն առաջի շերտն է, բայց վստահեցնում եմ, երբ ամեն ինչ ավարտված լինի, այն նույնքան հրաշալի կլինի, որքան իմ մյուս ինտերիերները։ Եթե հիշում եք, այս ճաշասենյակ իրականում բնակարանի ամենապարզ սենյակներից էր։ Այն ուներ գեղեցիկ ծաղկավոր գիպսե զարդարանք, առաստաղի շուրջ, բայց այլ դեկորատիվ տարրեր չուներ։ Պատերի վահանակների ձևավորում չկար։ Չկային նաև սյուներ, եւ ինձ իսկապես դուր էր գալիս սենյակի համամասնությունների ներդաշնակությունը։ Այն ուներ բարձր եւ գեղեցիկ առաստաղ, եւ ես զգում եմ, որ շատ կարեւոր էր այս ամենը ճարտարապետական ձևով հարստացնել։ Այսպես մենք սկսեցինք սյուներից, հետո ավելացրեցինք պատերի վրա այս գեղեցիկ դեկորատիվ վահանակները։ Եվ իհարկե, դուք հաստատ հիշում եք իմ ամենասիրելի հնարքը դիզայնում՝ հայելիների կիրառումը։ Երբ հայելիները տեղադրվում են գրագետ եւ ճիշտ վայրում, դրանք դառնում են կատարյալ միջոց տարածքը տեսողականորեն ընդարձակելու համար։ Երբ այս բնակարանի մուտքից ներս ենք մտնում, դուք միանգամից նկատում եք այս հայելին, որը արտացոլում է հյուրասենյակի փիրուզագույն երանգը։ Ես շատ եմ սիրում այդ գույնային կապը երկու սենյակների միջև։ Այն գեղեցիկ կերպով բացահայտվում է հենց սկզբից։ Բացի այդ, հայելին ներս է բերում շատ բնական լույս։ Այս սենյակը ինքնին շատ արևոտ է եւ ես ցանկանում եմ այդ լույսը առավել ընդգծել, ու դա էլ արեցի։ Այս սենյակում լինելու է նաեւ մի հիասքանչ դեկորատիվ վերնամաս, վարագույրի գլխամաս, որը տեղադրվելու է պատուհանին։ Եթե հիշում եք, ես արդեն խոսել էի դրա մասին։ Դրա գաղափարը ծնվեց Վենետիկում գտնվելու ժամանակում։ Ես տեսա նման գեղեցիկ ձևավորում Չիպրիանի հյուրանոցում եւ ուզեցի ստեղծել իմ տարբերակը։ Ես որոշեցի այն օգտագործել հենց այս ճաշասենյակում, քանի որ պատուհանը ինքնին բավականին տպավորիչ է եւ սենյակի կենտրոնական հատվածն է։ Այն ներս է բերում հսկայական քանակությամբ բնական լույս։ Ես պատրաստվում եմ օգտագործել այս հիանալի միսիոնի զիգզագաձև գործվածքը, որը ունեի իմ նախորդ բնակարանում եւ շատ էի սիրում։ Իսկ եզրերին ավելացնելու եմ փոքրիկ դեղնաոսկեգույն զարդանախ։ Edward will be done soon. Այս գույնը մյուս դիզայներների համար չգիտեմ ինչ նշանակություն ունի, բայց ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Նրանք, ովքեր ծանոթ են իմ աշխատանքներին, գիտեն, որ ես շատ եմ սիրում օգտագործել գույներ եւ հատկապես շատ եմ սիրում կարմիրը։ Եկեք անցնենք այն սենյակ, որ ինձ ամենաշատն է ոգևորում։ Սա իմ գրադարանն է լինելու, իմ բնակարանի զարդատուփը։ Այնտեղ, որտեղ կարծում եմ ամենաշատ ժամանակն եմ անցկացնելու։ Ինչպես գիտեք, ես աշխատել շատ եմ սիրում։ Կարող եմ ասել աշխատանքամոլ եմ։ Սա այն սենյակն է լինելու, որտեղ ես կազմակերպելու եմ այս դասավորությամբ, որը շատ գեղեցիկ է։ Բազմոցը դնելու եմ սենյակի կենտրոնում, իսկ դրա հետևում սեղանն է լինելու, եւ ես նայելու եմ դեպի պատուհանը, ինչը պարզապես հրաշալի է Փարիզում։ Ինչպես տեսնում եք, այս սենյակը դեռ ընթացքի մեջ է, բայց մտքումս արդեն ձևավորված են շատ գաղափարներ։ Ես մի փոքր մոլորվեցի այս կարմիր երանգը կրկնելու փորձում։ Այն ոչ ժանգոտ կարմիր է, ոչ էլ տերակոտա, ինչ որ բան դրանց միջև։ Այն իրականում օգտագործված էր հայտնի դիզայներ Հենրի Սեմելի հյուրասենյակում, ով դիզայնի մեծերից է։ Նա իսկապես ներշնչակ է եղել ինձ համար, եւ նրա հյուրասենյակը մնացել է իմ դիզայներական հիշողության մեջ շատ ու շատ դարեր։ Կարծես թե հենց նոր ես իմ տարիքի մասին խոսեցի։ Ինչպես հասկացաք, դարեր, այո, ես իսկապես այսքան հին եմ։ Երբ ես սկսեցի աշխատել այս գրադարանի վրա, իսկապես ուզում էի կրկնել այդ գեղեցիկ ժանգոտ կարմիր գույնը։
տերակոտա մի փոքր նարնջագույնի մոտ կարմիրի երանգը։ Դա հիանալի է եւ կարծում եմ ինձ հաջողվել է, բայց կարծում եմ դուք պետք է որոշեք։ Remember my fabulous contractor Edouard? Bonjour Edouard, ça va? Վերջին 2 ամիսների ընթացքում ես ուղարկի տանջում էի այս տղային, բայց դա իրոք շատ հաճելի ժամանակաշրջան էր միասին աշխատելու համար։ Նա ասում է, որ հարգանքը փոխադարձ է, ինչը իհարկե հրաշալի է։ Սովորաբար դիզայների եւ մասնագետների հարաբերությունները նրանց հաղորդակցությունը կենսական կարեւորություն ունեն։ Իսկ մենք շփվում ենք գրեթե ամեն օր, միմյանց գրում ենք, նամակներ ենք ուղարկում եւ իհարկե շատ հաճախ զանգահարում։ Ես շատ եմ սիրում նրա հետ կիսվել իմ բոլոր դիզայներական ներշնչումներով։ Իսկ Էդուարդը շատ լավ դիզայներական աչք ունի։ Մենք այս գրադարանի կարմիր գույնի վրա աշխատում ենք մի քանի ամիս։ Եվ իհարկե վարպետները շատ ողջևորված են, երբ վերջապես կարողացան առաջին շերտերը քսել այս սենյակում։ Մենք այնքան տարբեր գունային նմուշներ ենք փորձել, եւ վերջապես այսօր մենք ունենք այս գույնը։ Մեզ դուր էր եկել գույնի մի երանգ, եւ մենք կարծես թե կանգ էինք առել արդեն մեր վերջնական որոշման վրա։ Բայց երբ առավոտյան ես եկա եւ երեկոյան կրկին նայեցի, ինձ թվաց այն մի փոքր ծանր է։ Էդուարդը զանգահարեց ներկերի ընկերությանը եւ նրանք իմ նկարագրությունների հիման վրա նոր ֆորմուլա պատրաստեցին եւ արդյունքում ստացվեց այս հրաշալի պայծառ գույնի տոնայնությունը եւ ես անչափ ողջևորված եմ հիմա։ Բնակարանի այս անկյունը իմ կարծիքով ամենաշատ փոփոխվածն է։ Եթե հիշում եք, այստեղ մի սոսկալի փայտե բուխարու շրջանակ կար, որը պարզապես գեղագիտական առումով շատ տգեղ է։ Եվ ոչ միայն դա, այստեղ պատ էր, ոչ թե բացվածք։ Պատը բաժանում էր միջանցքը գրադարանից։ Այս ամենը բացելով ամբողջական փոխվեց տարածքը։ Բուխարի այս շրջանակը շատ գեղեցիկ է, որովհետև քարի մեջ փոքրիկ կարմիր երանգներ կան։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք այդ կարմիր բծերը, որոնք ուղղակի գերազանց են։ Շատ եմ սիրում։ Բացի այդ, այս Բուխարիի շրջանակը կոչվում է La Pompidou, որը Բուխարիի ոճ է եւ համապատասխանում է հենց այս շենքի դարաշրջանին։ Ես չափազանց ուրախ եմ, որ մեզ հաջողվեց գտնել մի օրինակ, որ իսկապես համապատասխանում է այս ժամանակաշրջանին։ Ինչպես Էդուարդն է ասում, կարծես այս Բուխարիի շրջանակը սենյակում միշտ եղել է։ Դուք չեք պատկերացնի, որքան վիրաբուժական աշխատանք է իրականացվել, որպեսզի այն տեղավորվի։ Աղյուսաշարը կար արդեն եւ Էդուարդը ստիպված էր կողքից այն կտրել, որպեսզի Բուխարիի ոտքերը տեղավորվեն։ Մենք նաև մեծ աշխատանք կատարեցինք, որպեսզի Բուխարիի պատվանդամը հավասարվի հատակի մակարդակին, քանի որ մինչև այդ աղյուսը բարձր էր նստած։ Բոլոր աղյուսները ստիպված եղան կտրել ու հարթեցնել։ Իսկ որպեսզի ոճային համընկնում լինի հյուրասենյակի Բուխարիի ոճի հետ, որտեղ ունենք վահանակավոր պատվանդամ, մենք նույն գաղափարը վերականգնեցինք այստեղ, հնարավորինս բնօրինակի նման լինելու համար։ The best part of doing your apartment Ամենալավ մասը Փարիզում բնակվելու դա այն է, որ հնարավորություն ունես այցելելու հայտնի հին իրերի շուկան։ Բառացիորեն այն այնքան մոտ է, որ կարող ես ասել տանից դուրս ես գալիս եւ այնտեղ հայտնվում։ Եկեք նայենք այս գեղեցիկ կահույքի մի քանի նմուշներ։ Նայեք այս հիասքանչ պատի լամպին, որը գնել եմ այս հանգստյան օրերին Փարիզի նույն շուկայից։ Անչափ ողջևորված եմ սրանով։ Շատ եմ սիրում, որ այն ունի նման գեղեցիկ պրոֆիլ, մի փոքրիկ շրջադարձեր, անջատիչներ, մանր դետալներ, ճիշտ այդպես, կատարյալ համադրություն, հիանալի է։ Էդուարդը շատ լավ է հասկանում իմ դիզայն մոտեցումները, հենց ինքն էլ նկատեց, որ մեր բրոնզե լույսի անջատիչները կատարել են համապատասխանելու այս պատի լամպին։ Հիմա գնանք իմ ննջասենյակ, անչափ ողջևորված եմ, այստեղ գույները պարզապես հիանալի են։ Եթե դուք ծանոթ եք իմ աշխատանքներին, կիմանաք, որ Մոնրեալում ունեի ճաշասենյակ նույն գունային տրամաբանությամբ։ Իսկ Փարիզում իմ նախորդ բնակարանի ճաշասենյակը այս գույնին մոտ էր։ Շատ եմ սիրում այս կապտա կանաչ խառնուրդը։ Այն ոչ կապույտ է, ոչ էլ կանաչ, բայց այս անգամ ընտրել եմ այն եզրել մի գեղեցիկ կարամելային, մոկա կամ կոնյակի երանգի գույնով։ Շատ եմ սիրում։ Իրոք շատ յուրահատուկ է ստացվել։ Եվ պատերի վերևում մենք որոշել ենք նկարել մի տեսակ պանելային գծեր։ Շատ գեղեցիկ է լինելու վստահ եմ։ Չեմ կարող սպասել, թե երբ են վերջնականապես ցույց տալու ողջ արդյունքը։ Of course, the Oculus window is repeated. Իհարկե, շրջանաձև պատուհանը կրկնվում է նաև դեպի մյուս կողմ տանող խոհանոց, ինչը շատ բնական լույս է բերում խոհանոց։ Ահա հենց այստեղ է լինելու իմ լվացարանը։ Հիանալի է, չէ՞։ Այստեղ պատին հայելի եմ տեղադրելու, իսկ երկու կողմերում բրոնզե երեսպատում։ Նա հենց հիմա բերել է բրոնզի մի հատված, որ տեսնեմ։ Շատ գեղեցիկ է, կարծում եմ, նման բնակարանում արտացոլող մակերեսները միշտ հրաշալի են դիտվում, քանի որ շատ լույս ունենք եւ այսպես դուք ուժեղացնում եք բնական լուսավորությունը։ Պարզապես հանճարեղ է։ Իսկ ովքեր գիտեն իմ աշխատանքները, գիտեն, որ ես շատ եմ սիրում վահանակների կիրառումը ինտերիերներում։ Երբ որոշեցի սալիկապատել պատերը եւ միաժամանակ անել վահանակներ, բոլոր վարպետները ինձ այնպես նայեցին, կարծես 10 գլուխ ունեի։ Աշխատանքը շատ բարդ էր, սակայն լիովին արժեր։
քանի որ ավարտական արդյունքը շատ գեղեցիկ է։ Այդպես չէ՞։ Եկեք ինձ հետ գնանք հյուրասենյակին կից նջասենյակ, եւ ես ես կբացահայտեմ այս բնակարանի ամենափոքր, բայց ամենամեծ գաղտնիքներից մեկը։ Այս հյուրերի համար նախատեսված լոգարանը ստացվել է պարզապես հիանալի։ Սկզբում բոլորը բավականին կասկածամիտ էին, քանի որ համադրեցի երկու տարբեր սալիկներ։ Այս լոգարանում նման բացառիկ արդյունք ստանալու համար այն պարզապես հիանալի է։ Ասեք, ես շատ եմ սիրում, չէ՞ որ սա շատ գեղեցիկ է։ Քանից լոգասենյակ գիտեք, որ ցնցումն ունի մոտ 4 մետր բարձր առաստաղ։ Շատ քիչ կարծում եմ։ Եվ սա իմ հյուրերի լոգասենյակն է։ Ինչ շատ է դուր գալիս այն փաստը, որ լոգասենյակը իրականում փոքր է եւ համեստ, բայց հենց շրջում ես անկյունը քեզ դիմավորում է հսկայական մասշտաբով տարածք, բարձր առաստաղով եւ շքեղ ցնցուղային հատվածով։ Այստեղ մենք համադրել ենք երկու տարբեր սալիկներ։ Սկզբում ես գտա այս սալիկը, որը շատ հավանեցի եւ ընտրեցի այն պատերի համար։ Սակայն հետո մեկ այլ վաճառասրահում գտա մյուս սալիկը եւ բարեբախտաբար սրանք նույն հաստություն ունեին, ինչի շնորհիվ հնարավոր եղավ դրանք համատեղել։ Պատկերացնում եք, դրանք իրականում երկու տարբեր արտադրողներից են, բայց մենք կարողացանք օգտագործել սրանք միասին եւ վերարտադրել պատի պանելային էֆեկտի գաղափարը, որը կիրառել էի գլխավոր լոգասենյակում։ Այնտեղ մենք ուղիղ սալիկներն օգտագործել էինք որպես եզրագծեր, իսկ կենտրոնական հատվածում այս գեղեցիկ երկարավուն շրջանաձև սալիկն էին կիրառել։ Կհամաձայնվեք, որ այս անգամ մի փոքր ավելի շատ լավ աշխատանք եմ կատարել։ Նույնիսկ մտահոգվում եմ, որ հյուրերս այլևս չեն ցանկանա այստեղից հեռանալ։ Տունտեղ հերոսանախագծի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում այս տարի հաղթող ճանաչվեց Գարո Քեդիկյանը։ Այս մրցանակը հանձնում ենք Գարո Քեդիկյան։ Hello, fellow Armenians. Ողջույն բոլորին, սիրելի հայ դիզայներներ եւ ճարտարապետներ, ես Քարոն եմ Քեդիկյան Նյու Յորքից։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել Սուրբ Ծննդյան եւ Գալիք տոների կապակցությամբ։ Թող այս տոնական օրերը ձեզ բերեն ջերմություն, ուրախություն եւ ներշնչանք ձեր բոլոր նախագծերի համար, որովհետեւ լավ ինտերիեր դիզայնը սկսվում է այն վայրից, որտեղ կա սեր, հարմարավետություն եւ իհարկե անհատականություն։ Հույս ունեմ, որ նոր տարին բոլորիդ կտա գեղեցկությամբ շրջապատվելու ուժ ու ցանկություն եւ երբեք չդադարելու ձեր ստեղծագործ տեսլականի որոնումները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կարեն Գրիգորյանին, Տունտեղ հերոսանախագծի հեղինակին։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցելու այս նախագծում։ Իսկ Տունտեղ դիզայն մրցանակաբաշխության շրջանակում տարվա լավագույն դիզայներ ճանաչվելու նպատակով ինձ համար իսկապես մեծ ուրախություն է Տունտեղ դիզայն մրցանակաբաշխությանը նոմինացվելու եւ հաղթող ճանաչվելու համար։ Անհամբեր սպասում եմ Կարենին հանդիպելու Փարիզում իմ գեղեցիկ տանը, որպեսզի ինձ հանձնի այդքան կարեւոր մրցանակը։ Մրցանակը հանձնելու եւ բնակարանի ավարտական արդյունքը գնահատելու համար ես մեկնեցի Փարիզ։
Show him. Hi everyone. Ողջույն բոլորին։ Ես Կարենն եմ Գրիգորյան, ներկայացնում եմ հայկական Armenia հեռուստաընկերությունը։ Իսկապես շատ ուրախ եմ այսօր այստեղ լինելու եւ ձեզ բոլորիդ հանդիպելու համար։ Վերջի ամիսներին Տունտեղ հեռուստանախագծի շրջանակում մենք ներկայացրել ենք մի շատ հատուկ խորագիր՝ Գարոյի տան վերանորոգման ողջ գործընթացը։ Մեր հեռուստատիտողը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հետևել է ամբողջ ընթացքին եւ վստահ եմ մեծ հաճույքով դիտել այն։ Այսօր ես մեծ ուրախությամբ ցանկանում եմ պարոն Քեդիգյանին հանձնել հատուկ մրցանակ։ Մենք Հայաստանում ունենք Տունտեղ դիզայն մրցանակաբաշխություն եւ հաճույքով ուզում եմ հայտարարել, որ տարվա լավագույն դիզայներ մրցանակը շնորհվում է պարոն Քեդիգյանին։ Ինձ համար մեծ պատիվ այսօր այստեղ լինել եւ անձամբ հանձնել այս հատուկ մրցանակը, բավականին ծանր եւ գեղեցիկ։ Շնորհավորանքներս։ Տունտեղ հեռուստանախագիծը շարունակում է այս եթերաշրջանում համագործակցությունը Raflor հատակային ծածկույթներ ներկայացնող ընկերության հետ։ Այս ընկերությունը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացված է բնակելի, առևտրային եւ արդյունաբերական տարածքների հատակների լուծումների ոլորտում։ Բարձրորակ արտադրանքի ներմուծման եւ բացառիկ հաճախորդային սպասարկման շնորհիվ Raflor-ը դարձել է վստահելի անուն հատակների ներմուծման ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է հատակների լայն տեսականի։ Յուրաքանչյուր արտադրանք ընտրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Անկախ նրանից հաճախորդը փնտրում է դասական փայտե հատակներ իր տան համար, թե դիմացկուն վինիլային լուծում իր բիզնես տարածքների համար։ Raflor-ը ունի տարբերակներ յուրաքանչյուր պահանջի եւ ճաշակի համար։ Ընկերությունը մշտապես հետևում է հատակների արդյունաբերության նորագույն միտումներին եւ տեխնոլոգիաներին, ապահովելով, որ հայ հաճախորդները ստանան ժամանակակից լուծումներ, որոնք բարելավում են իրենց տարածքների գեղեցկությունն ու գործառույթը։ Խնդրում եք հատակի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն բնական է եւ նրբագեղ, այլ նաեւ դիմացկուն։ Եկեք խոսենք Barlinek-ի հատակների մասին։ Barlinek Group-ը աշխարհում ամենահայտնի եւ վստահելի անուններից մեկն է փայտե հատակների արտադրության ոլորտում։ Ընկերությունը համարվում է շերտավոր փայտե հատակների համաշխարհային առաջատարներից, տարեկան արտադրելով ավելի քան 150 միլիոն քառակուսի ֆուտ բարձրորակ արտադրանք։ Այս ընկերության արտադրանքը հայտնի է կայունությամբ, էներգիաարդյունավետությամբ եւ բնական որակով։ Barlinek-ը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանությանը։ Ընկերության բոլոր արտադրամասերը համապատասխանում են շրջակա միջավայրի պահպանման եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ կիրառվող տեխնոլոգիաները նվազեցնում են արտանետումները եւ արտադրական մնացորդները։ Այսօր Barlinek-ը Լեհաստանի ամենամաքուր եւ էկոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Ընկերության օրինակով ապացուցվում է, որ բնապահպանական մտածելակերպը կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական պարտավորություն, այլ զարգացման ռազմավարության հիմք։ Ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է իր նշանավոր ծրագիրը՝ մեկը մեկի դիմաց, որի շրջանակում յուրաքանչյուր վաճառված հատակի փաթեթի դիմաց Barlinek ընկերությունը ֆինանսավորում է մեկ նոր ծառի տնկում։ Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվել է Barlinek-ի հաճախորդների անտառը, ավելի քան 18 միլիոն ծառերով, որոնք այսօր աճում են տարբեր երկրներում։ Barlinek Group-ը ապացուցում է, որ արդյունաբերությունն ու բնապահպանությունը կարող են համատեղել ուժերը, ստեղծելով գեղեցիկ, բնական եւ կայուն ապագա։ Այս հատակները լինելով իրական փայտից չեն կուտակում փոշի կամ միջատներ, ինչն էլ դարձնում է դրանք կատարյալ ընտրություն ալերգիա ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, դրանք կարգավորում են սենյակի միկրոկլիման, կլանելով ավելորդ խոնավությունը։ Նորացրեք ձեր տարածքը, վայելելով Barlinek-ի հատակների ժամանակակից վերգեղեցկությունն ու բնական շքեղությունը։ Իսկ Barlinek-ի հատակները Հայաստանում ներկայացված են բացառապես Raflor մասնագիտացված խանութ սրահներում։ Համեցեք Կոմիտաս 56 եւ Կոմիտաս 165/1 հասցեում տեղակայված Raflor ընկերության ցուցասրահներ։ Այս եթերաշրջանում մենք համագործակցեցինք Մերաբյան եւ Որդիներ ընկերության հետ, որը 2015 թվականին դարձավ Total ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 2021 թվականին պայմանագիրը երկարաձգվեց եւ ընկերությունը շարունակեց մնալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Այսօր Total Armenian հանդիսանում է ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը on-line հարթակում, որի շնորհիվ դուք կարող եք Հայաստանի Հանրապետության ցանկացած կետից պատվիրել ձեր նախընտրած գործիքը առաքումով եւ վճարել on-line։
Աշխարհահռչակ ապրանքանիշը ներկրվում է Չինաստանից եւ համապատասխանում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի որակի չափանիշների։ Ընկերությունը առաջարկում է շինարարական, կենցաղային եւ այգեգործական գործիքների լայն եւ անընդհատ զարգացող տեսականի։ Ընկերության առաքելությունն է նորարարական լուծումների շնորհիվ հեշտ եւ արդյունավետ դարձնել վարպետների եւ բնակչության լայն շերտերի առօրյա աշխատանքը։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է ձեռք բերել հայկական շուկայի վստահությունը եւ ներկայացնել բրենդի ամենատարբեր սարքերն ու գործիքները։ Իսկ Մերավյան եւ Որդիներ ընկերությունը արդեն իսկ ունի 140 պաշտոնական խանութ ողջ Հայաստանի տարածքում։ Total ընկերության ապրանքատեսականին տարբերվում է իրենց յուրահատուկ դիզայնով։ Նրանք պատրաստված են հարմարությամբ ձեռքի մեջ տեղավորվելու եւ շինարարական դժվար պայմաններում օգտագործելու համար։ Total ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է ձեզ առաջարկել մասնագիտական խորհրդատվություն եւ բարձրակարգ սպասարկում։ Տունտեղ հերսանախագծի շրջանակում էկո խորագիրն է եւ այս պահին ես գտնվում եմ մեր էկո գործընկերոջ Էկովիլ ընկերության նոր մասնաճյուղում, որտեղ զրուցելու եմ ընկերության հիմնադիր եւ խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանի հետ։ Ողջույն, պարոն Օխանյան։ Բարև ձեզ։ Պարոն Օխանյան, շարունակենք մեր հետաքրքիր զրույցները։ Այսօր առաջարկում եմ խոսել մեկ այլ ընկերության մասին, Էկովիլ Հոլդինգի, Էկովիլ Էներգի ընկերության մասին։ Ինչով է զբաղվում այս ընկերությունը եւ ինչ ծառայություններ եք մատուցում։ Էկովիլ Էներգի լիցենզավորված մատակարար ընկերություն է մեծածախ եւ մանրածախ շուկաներում, որը զբաղվում է էլեկտրոէներգիայի առքով եւ վաճառքով։ Պարոն Օխանյան, եթե ճիշտ եմ հասկանում, սա դեռևս կորպորատիվ, հաճախորդների համար է։ Այո, առայժմ շուկան ավելի հետաքրքիր է եւ օրենսդրությունը ավելի խթանիչ է հենց բիզնեսների համար, կորպորատիվ իրավաբանական անձանց համար։ Իհարկե, ըստ քաղաքականության հետագայում նախատեսում է նաև ազատականացնել բնակիչների համար, բայց առայժմ միայն խոսքը գնում է իրավաբանական անձանց մասին։ Լավ, շուկայի ազատականացումը 2022 թվականին էր, փետրվար ամսից, եթե չեմ սխալվում, ինչ արդյունքներ ունենք, ինչ հաջողություններ են գրանցել այս տարիների ընթացքում։ Ընդհանուր առմամբ շուկայի ազատականացման իմաստը այն էր, որ բոլոր սպառողները ըստ իրենց սպառման գրաֆիկի, այսպես ասած, արդար գին վճարեն հոսանքի համար, այլ ոչ բոլորը ընդհանուր մեկ գին վճարեն, այլ ամեն մեկը ըստ իր սպառման, ըստ իր սպეციფիկայի վճարի արդար գին։ Այսինքն մրցակցային այսպես դաշտ է ստեղծում, որպեսզի կորպորատիվ հաճախորդները իրենք որոշեն ում հետ կարելի է աշխատել։ Այո, հնարավորություն ունենան որոշելու որ մոտակարից օգտվելու։ Լավ, ո՞րն է հիմնական շարժառիթը, որպեսզի հաճախորդները կորպորատիվ անցնեն այլ մատակարարի։ Առաջին հերթին սակագինը։ Այսինքն սպառողը ազատ շուկայում հնարավորություն ունի մինչև 10% ավելի էժան էլեկտրոէներգիա ձեռք բերել, քան առաջ ձեռք էր բերում կենտրոնացած պարտադիր մատակարարից։ Շատ լավ։ Պարոն Օխանյան, եթե ճիշտ եմ հասկանում, հեծա այնուամենայնիվ շարունակում է վերահսկողի դերում լինել այս պարագայում, այդ մենաշնորհը դեռևս նրա ձեռքում է եւ քանի որ այսպես թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ Հայաստան էլեկտրոցանցերը նաև հոսանք են արտադրում, եկեք վերջապես ասենք, որ էլեկտրոցանցերը երբեք հոսանք չեն արտադրել։ Այո, իհարկե, էլեկտրոցանցերը հոսանք չեն արտադրել։ Այսօր էլեկտրոցանցերը ուղղակի հնարավորություն են տալիս օգտագործել իրենց ենթակառուցվածքը այսպես ասած առևտուր իրականացնելու համար։ Բայց նաև հանդիսանում է երաշխավորված մատակարար, այսինքն հնարավորություն ունեն բոլորը շարունակել օգտվել հեծի ծառայություններից, գնել էլեկտրոէներգիա հեծից, բայց բնականաբար ավելի թանկ սակագնով։ Պարոն Օխանյան, երբ սկսվեց այս շուկայի ազատականացման process-ները, իշխանությունները շատ մեծ խոստումներ էին տալի հոսանքի, այսպես արտերկիր արտահանման մասին։
ունենք որոշակի արդյունքներ այսօր արտահանման այսպես ոլորտում, թե այն ամենայնիվ սա ընդհանրապես այսպես դեռ process-ի փուլում է գտնվում։ Նշեմ, որ կա արտահանման շատ մեծ պոտենցիալ, բայց առայժմ չունենք բավարար ենթակառուցվածքներ։ Ներդրումներ արվում են ենթակառուցվածքների մեջ, օրինակ հենց Իրան էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ, նաև պլանավորվում է հետագա տարիներին բարձրահոսանքի գիծ եւ ենթակայաններ ապահովել նաև Վրաստան, բայց առայժմ ավելի շատ խնդիրը տեխնիկական է, պահանջարկ ունենք եւ նաև ունենք հնարավորություն հզորություններ արտադրությունը ապահովելու։ Շատ լավ, պարոն Օխան, իմ վերջի հարցը օրենսդրական փոփոխությունների մասին է լինելու։ Գիտեմ, որ շատ սերտորեն աշխատում եք, հա, եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, նաև անպայման ուզում եմ նշել, որ հանդիպում ունեցաք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ վերջերս, այ հետաքրքիր է ինչի մասին էր խոսքը եւ արդյոք նրանք կիսում են, հա, ձեր մտահոգությունները ոլորտի այսպես շարունակական զարգացման վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ մեր քննարկումները հենց ռազմավարության մշակման եւ նոր ռազմավարության ադապտացման ուղղությամբ են եւ բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակ է փոխվել, այսինքն փոխվել է իրավիճակ հենց էներգետիկ համակարգում, կախված արտադրողների դիվերսիֆիկացիայի հետ, նոր տիպի արտադրողների, նոր տիպի կայանների եւ սա բնականon երևույթ է, դա ոչ միայն Հայաստանում չի տեղի ունենում, դա տեղի ունենում այն երկրներում, որտեղ օրինակ զարգանում է արևային ոլորտը, եւ այսպես ասած շատ դա ուրախ խնդիր է, շատ լավ խնդիր է, որին պետք է մենք լուծումներ գտնել, լուծումները չի լինելու մի օրում, բայց պետք է այսօրվանից ճիշտ նպատակ դնել, միանշանակ չանտեսել վերականգնվող էներգետիկայի կարևորությունը մեր երկրի անվտանգության եւ էներգետիկ անվտանգության հարցում եւ օգտվել հնարավորություններից, որոնք տալիս են նոր տեխնոլոգիաները, օրինակ կուտակիչները, որպեսզի լուծենք տեխնիկական ընթացիկ հարցերը։ Շնորհակալ եմ, պարոն Օխանյան, մենք էլ կհետևենք ուշքի ուշով էկո այս բոլոր անցուդարձին, որովհետև իսկապես արևային էներգետիկան կարծում եմ մեզ համար փրկություն է։ Շնորհակալ եմ։ Տունտեղ հերոսանախագծի այս թողարկման ընթացքում մենք այցելեցինք նաև մեր նախորդ եթերաշրջաններից մեկում ներկայացված նախագծերից մեկը։ Ինչպես տեսնում եք, բնակարանում կիրառված էր մեր գործընկեր Mython-ի ընկերության լուսավորության պարագաները։ Նաև անակնկալ ունեինք տան բնակիչների համար։ Մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր United Technical Service ընկերությունը գրոհի մասնագիտացված կենտրոնով փոքրիկ նվեր էր պատրաստել տան բնակիչներին։ Նվերներ ունեինք նաև Team Systems ընկերության կողմից։ Մի շարք խելացի եւ էկո համակարգային լուծումները կարծում եմ կհեշտացնեն տան բնակիչների կյանքը։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին համագործակցության համար։ Հուսանք, որ գալիք եթերաշրջաներում ել ավելի հետաքրքիր նախագծեր ենք ներկայացնելու ձեզ։ Հələ մի րոպե, հələ մոտ եկեք, արի։ Ժամանակն է ավարտելու Տունտեղ հերոսանախագծի այս եթերաշրջանը։ Եվ իհարկե ժամանակն է շնորհակալություն հայտնելու մեր բոլոր գործընկերներին, շնորհակալություն Armenia հեռուստաընկերությանը եւ շնորհակալություն Rec-Art ընկերությանը նկարահանումները իրականացնելու, մոնտաժելու եւ ամենագեղեցիկ ձևով ձեզ հանձնելու համար։ Կհանդիպենք հաջորդ եթերաշրջանին։ Առայժմ